Հայաստան եկած ցորենի հետ կապված աղմուկ բարձրացավ, որ ցորենը 4-րդ կարգի է եւ այլն, էկոնոմիկայի նախարարությունը նաեւ պարզաբանեց, որ Հայաստանին պետք է եւ 4-րդ կարգի եւ առաջին կարգի այսպես ցորեն, եւ նաեւ ասաց, որ այստեղ հարցը ոչ թե ցորենն է, այլ այն, որ ապաշրջափակում է տեղի ունենում, արդյոք դուք տեսնում եք այդ ապաշրջափակումը եւ դրա իրական այսպես արդյունքները։ Այստեղ ավելի շատ ֆետիշացնում են այս խնդիրը, փորձում են աղմուկ բարձրացնեն։ Ես ավելի շատ մտահոգություններ ունեմ այստեղ հենց դրա հետ կապված, որովհետև չեղած այդպես բանից մեծ աղմուկ բարձրացնում են այն ժամանակ, երբ որ իրենք պատրաստվում են մի նոր զիջման եւ փորձում են խլացնել, օրակարգը փոխել, ինչ-որ անիմաստ քննարկումներ բերել, իսկ սա ապաշրջափակում չի, որտեղ ապաշրջափակում կլինի, երբ որ Հայաստանից, Ադրբեջանի տարածքով, ոչ թե միջնորդավորված երկրներով հայկական բեռները անխոչնդոտ, ոնց որ օրինակ որ նախատեսված է թրիփի ճանապարհով, այդ ձևով անխոչնդոտ արտահանվեն դեպի տարբեր երկրներ, այդ թվում Ռուսաստան եւ նաեւ ինչու ոչ, օրինակ Երասխից դեպի Մեղրի, Հայաստանի տարածքից դեպի Հայաստանի տարածք, ասենք Նախիջևանի տարածքով, այսինքն սա կլինի ապաշրջափակում եւ ըստ էության իրենք ավելի շատ այդ ցանկությունների իրականության տեղ են ներկայացնում եւ սրա ռիսկերն էլ են, որ օբյեկտիվ իրավիճակը չեն ներկայացնում, այսինքն քաղաքական պարզ մանիպուլյացիաներ, որ տեսեք ստորագրեցինք թուղթ, դրանից հետո այսպես այնպես, այստեղ ավելի նման է սա ոչ թե ապաշրջափակման, այլ քայլերի հաջորդականությունը դատելով ավելի շատ սա նման է տնտեսական էքսպանսիայի կամ տնտեսական փափուկ ուժի միջոցով, այսպես ասենք, միակողմանի զիջումների գործընթացի, ինչին մենք ականատեսն ենք, իսկ դրա հիմնավորումներն են պարզ, այսինքն մի կողմից ասում են խաղաղության պայմանագիրը նախաստորագրած է, 3 կարայինք ստորագրենք, այսօր ուզում ենք ստորագրենք, բայց մյուս կողմից էլ ստորագրող մի կողմը պարզ ասում է, որ պետք է փոխեք ձեր սահմանադրությունը, այսինքն խառնում է մեր ներքին գործերին ինչ-որ պարտադրանք այն դեպքում, երբ որ իրենց սահմանադրությունը ակնհայտ տարածքային պահանջներ ունի մեր երկրի նկատմամբ եւ դա չկա օրակարգում, ոչ իրենց, ոչ մեր։ Հաջորդը իրենք ըստ էության զուգահեռաբար խոսում են ապաշրջափակումից իբրև ցորեն են տանում բերում, բայց գերիների խնդիրը նայեք, այսինքն շարունակում է չլուծված մնալ եւ այդ ապօրինի դատավարություններ եւ այլն։ Երրորդը նայեք, այսինքն գտնվում են մեր սուվերեն տարածքում տարբեր թվեր են հնչեցնում 200 քառակուսի կիլոմետր եւ այլն, այդ բա եթե խաղաղության պայմանագիրը կա, ստորագրվում է, 3 կարար ստորագրվել այդ խնդիրները, եթե կարգավորվել են, այսինքն այդ հարցը ինչ եղավ, երբ որ իրենք անընդհատ խոսում են ինչ-որ անկլավների մասին եւ այլն, եւ օրակարգում նախ եւ առաջ, ասենք 1-2 տարի առաջ իրենց կողմից բռնազավթված հայկական տարածքները ըստ էության շարունակում են այդպիսի մնալ եւ այսպես սահմանազատումով կվերադարձնենք այդ օկուպացված տարածքներն էլ, Արցվաշենն էլ, այսպես ասած անկլավների հարցն էլ էլի պարզ կլինի սահմանազատում։ Դրանից առաջ էլ ասում էին Արցախը Հայաստանը եւ վերջ ասում էին Շուշիի դեօկուպացիա, ասում էին անջատում հանուն փրկության եւ այլն, այսինքն հիմա ասում են մի բան, բոլորովին այլ բանի ականատեսն ենք լինում եւ ըստ էության հենց այդ է մտավախությունը եւ այդ հիմնական անորոշություններն այդտեղ են, այսինքն ինչի որ մի ասածներն է, որ իրականություն է դարձել եւ մեծ հաշվով ես դա ասում եմ, կրկնել եմ եւ էլի կրկնելու եմ, իրենք ամեն գնով շարժվում են իրենց աթոռը պահելու մեկ միասնական սկզբունքով եւ առաջնորդությամբ։ Մնացածը իրենք փորձում են հաշտեցնել այդ նպատակին, ծառայեցնել այդ նպատակին։ Ինչ կլինի, շատ բարդ է ասել, բայց ինչ եղել է, ցավոք սրտի այն բոլոր կանխատեսումները, որ մենք այս տարիների ընթացքում հիմնավոր նաեւ ներկայացրել ենք, ցավոք սրտի դրանք կյանքի են կոչվել եւ շարունակում են կյանքի կոչվել։ Իսկ այն բոլոր խոստումները ու պայծառ ապագայի նկարագրությունները այսպես երազի նման այդպես էլ իրականություն չեն դառնում, սա է փաստը։ Հիմա էլ ցորենի օրակարգ տեսեք մի քանի տոննա ցորեն ենք բերել, հիմա դարձել են այս կարգի, այն կարգի, այդպես է մի քաղաքական ամբողջ օրակարգ են դրանով ուզում գեներացնել, անուններ դրել են ապաշրջափակում։ Այսինքն ռուսական ցորենը
ադրբեջան ղազախական ծորենը Ադրբեջանի տարածքով, այսպես ասենք, իրանց գերբով դրոշով եկել է, անցել է, հասել է Վրաստան, Վրաստանից եկել է Հայաստան։ Այո, այդտեղ կա որոշակի դրական բան, ինչ-որ կոմունիկացիոն գուցե լրացուցիչ հնարավորություն է, բայց ով է ասել, որ շատ կարևոր բան եմ ասում, այսինքն այսօր այդ ծորենը թողեց իր աշխարհաքաղաքական նպատակի համար, որ ինչ-որ մի մեծ միակողմանի զիջման օրինակ գնա, վաղը չստացավ, հայլևս այդ ծորենը այդ ճանապարհով չի գնում։ Այսինքն ինչ են փակել այդ սահմանը, փակել է Թուրքիան Ադրբեջանի համար, Ադրբեջանն էլ իր աշխարհաքաղաքական շահի համար։ Հիմա փորձում է բացի նորից այդ շահի համար, այսինքն սա է խնդիրը։ Կոնկլավների խնդրի հետ եք կապում, Դե հետ այդ իրենց խոսույթն է նաև այսօրվա մեր իշխանություններն են այդ մասին խոսում, բայց չգիտես ինչի առաջնահերթ օրակարգ օրինակ գերիների հարցը հա, բայց քննարկման օրակարգը մի քանի տոննա ծորեն է, ոչ թե այդ հարցը տենց դեբատների ֆորմատով կամ ամենօրյա արձանագրումներով առաջընթացի մասին զեկույց տալով եւ այլն, կամ ասենք, չգիտեմ, երբ շատ պարզ հարց է, այսինքն երբ է ստորագրվելու այդ պայմանագիրը եւ ինչից հետո։ Ասում ենք նախապայման կա, ասում ենք չկա։ Ասում ենք որ չկա, դու պատրաստ ես ստորագրել, այո։ Ինքը ինչի չի ստորագրում։ Եթե օրինակ չկա, ասում են սահմանադրությունն է, որը մեր ներքին հիմա բա եթե ամեն ինչ կարգա, բա խաղաղություն ասում են եկել է։ Բա խաղաղություն եկել է առանց գոնե այդ թղթի, գոնե այն ժամանակ այդ թուղթն էին վկայակոչում։ Հիմա այդ էլ չկա։ Բա ուր է խաղաղություն, ինչով է եկել։ Ծորենի հետ գնացքով Վաշինգտոնում նախաստորագրված նախաստորագրած դրանք մանիպուլյացիաներ են, նախաստորագրում, այ հեսա չգիտեմ ինչ, մի հատ էլ երրորդ նախաստորագրում, հետո մի հատ էլ ասենք չգիտեմ, դրանք կոնկրետ ստորագրված չի փաստաթուղթը, դա է արձանագրումը, կոնկրետ Ադրբեջանը շարունակում է իր նախապայմանների ձևով խոսելը, կոնկրետ Ադրբեջանը ձեռք է բերում ավելի շատ ամեն տարի հաջորդ տարվա նկատմամբ ավելի շատ հարձակողական զենքեր, խոսույթն էլ նույնը ըստ էության, Թուրքիան էլ ասում է Ադրբեջանի խնդիրները պետք է լուծվեն, որ այդ սահմանը բացվի, սա է իրականությունը, իսկ մեր կողմից էլ ըստ էության ընկճված միակողման ինչ-որ զիջումներ դրսում, ներսում էլ փորձում են ինչ-որ փոքրիկ դրվագային այսպես ակցիաները ներկայացնեն աշխարհացունց ինչ-որ պրոցեսներ։ Շնորհակալ եմ։